պատգամավոր Տիգրան Ուրիխանյան, համեցեք պարոն Ուրիխանյան։ Շնորհակալ եմ, ես որպես հարց հնչեցնում եմ կամ հարց գծիկ առաջարկ որպես հնչեցնում եմ հետևյալը, ինչու չնախաձեռնենք այս օրակարգում կամ որևէ արտահերթ կարգով չնախաձեռնենք քննարկում Հայաստանի Հանրապետության կողմից Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդին տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնելու համար, ինչու չդիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ադրբեջանական ֆաշիստական ադրբեջանական դոսիեն վերհանելու հարցը քննարկման առարկա դարձնելու համար, որպեսզի միավորված ազգերը վերջապես միահամուռ քննարկեն պարզ աշխարհի համար ցուցադրելի կերպով ադրբեջանական զինվորի կողմից հայ երեխայի ոչնչացումը եւ մեծահասակ խաղաղ բնակիչների ականջ կտրելն ու նրանց սպանելը։ Ես սա հնչեցնում եմ, կրկնում եմ որպես հարց գիծ առաջարկ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Ուրիխանյան։ Ես բարձր եմ գնահատում ձեր հայրենասիրական պահվածքը, բայց եւս մեկ անգամ պետք է շեշտեմ, որ մենք 2 օրվա ընթացքում աշխատել ենք բոլոր խմբակցությունների հետ։ Միգուցե դուք ուշադիր չեք եղել այս հայտարարության մեջ կոչ կա միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպություններին։ Եվ միջազգային կազմակերպությունների մեջ մտնում են նաեւ Միացյալ Ազգերի կազմակերպությունը։ Այս պահին մենք ընտրել ենք այս ֆորմատը, այս ձևաչափը, եթե անհրաժեշտություն լինի, խնդիր չեմ տեսնում կարող ենք քննարկել, բայց այս պահին բոլոր խմբակցությունների հետ եկել ենք նման միասնական առաջարկի եւ միասնական որոշման։ Եվ շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ բոլոր խմբակցություններին, որ այս դժվար պահին մենք բոլորս չկա անդիմություն եւ իշխանություն։ Մենք բոլորս քույրեր եւ եղբայրներ ենք եւ մենք պետք է կարողանանք այս դժվարությունից դուրս գալ եւ մնալ քույրեր եւ եղբայրներ։ Ներքաղաքական պայքար, բայց միգուցե սա է նաեւ այն, չգիտեմ, փորձակարն ասեմ, ինչ ասեմ, որ մեր 25-ամյա անկախ պետականությունը պետք է հասկանանք, որ մենք պետք է ամեն ինչ իրականացնենք միասին եւ հասկանանք, որ Հայաստանը բոլորիս հայրենիքն է։ Եվ այստեղ հավասար իրավունքներ պետք է ունենան բոլորս։ Եվ այս տեքստի վրա բոլորս աշխատել ենք եւ ես շնորհակալ եմ օգտվելով առիթից պետք է ասեմ բոլոր խմբակցություններին պետք է ասեմ Հայ ազգային կոնգրես Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանը ստեղծի քաղաքացիական պայմանագիր, Ժառանգությունը, ՀՀՇ-ն, Ազատ դեմոկրատները, Ժողովրդական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, Լուսավոր Հայաստան, անկախ պատգամավորները, Բարգավաճ Հայաստանը, Ձեր ալյանսը, Հանրապետական խմբակցությունը, բոլոր կուսակցությունները, մեր երկրապահները, բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել այս միախմբման համար։ Հարցի համար Հրանտ Բագրատյան, համեցեք պարոն Բագրատյան։ Պարոն Շարմազանով, ես կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք օրակարգի մեջ, որպեսզի մենք մեր այս քարորիայի օրակարգի մեջ մտցնենք եւ քննարկենք Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հարցը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, կիսում եմ ձեր մտահոգությունը, որ կա նման խնդիր, բայց պարոն Բագրատյան, դուք տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ, Հանրապետության նախագահը հանձնարարել է արտգործնախարարությանը աշխատել ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, հիմա աշխատանքները գնում են այդ ուղղությամբ եւ որ աշխատանքները ավարտվի, ստորագրությունները լինեն, մենք կքննարկենք ազգային ժողովում նաեւ այդ հարցը, ամեն ինչ հերթով։ Հարցի համար Թևան Պողոսյան, համեցեք պարոն Պողոսյան։ Շնորհակալություն։ Իրականում հարցս այդքան է միգուցե կապված չի օրակարգի հետ, բայց իսկապես ոգեշնչվելով եւ ուրախանալով այն հզոր ազգային կոնսոլիդացիայով եւ միասնականությամբ, որը մենք այսօր կանգնել ենք, մի խնդրանքով եմ ձեզ դիմում, եթե իհարկե ունեք տեղեկություն հիմա տրամադրեք, եթե ոչ, ապա ստուգեք եւ տրամադրեք, քանի որ շատ են սոցիալական կայքերում եւ մամուլում տարբեր տեսակի կոչեր, օրինակ արյան հանձնելու հետ կապված։ Արդյոք կարող եք ճշտել, մենք դրա կարիք ունենք, ապահովենք կամ որ մեխանիզմը պետք է լինի, որ մենք իսկապես կարողանանք այդ ընդհանուր կոնսոլիդացիան ճիշտ ուղով տանենք եւ պետական ինստիտուտների աշխատանքի շրջանակներում դա ամիջ լինի։ Շնորհակալություն պարոն Պողոսյան, պետք է նշեմ, որ այո, հենց այդ դեպքերի առաջին իզվարքյանից մեր հանրությունը բոլորը իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամյատվական ակցիաների մասնակցելու համար,
մենք շատ բարձր ենք գնահատում այդ կոնսոլիդացիան, շատ կարևոր է մեր հանրության մասնակցությունը, սա եւս մեկ անգամ խոսում է, որ բարոյական մթնոլորտը շատ բարձր է մեր Հայաստանի Հանրապետությունում, բայց ես երեկ էլ այսօր զրուցել եմ առողջապահության հարգարժան նախարար պարոն Մուրադյանի հետ, նա երեկ էլ հայտարարել է հեռուստատեսությամբ, այսօր էլ այս ամբիոնից ես եմ ասում, նման կարիք չկա, եթե կարիք լինի, համապատասխան մարմինները կոչով կդիմեն մեր հանրությանը։ Շատ շնորհակալ ենք մեր հանրությունից, մեր ժողովրդից, մեր երիտասարդներից, բոլորից, բայց այս պահին արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա։ Դրա մասին երեք խոսել է եւ առողջապահության նախարարությունը, եւ Արյունաբանական ինստիտուտի տնօրենը, եւ այստեղից մենք ենք ասում, եթե լինի անհրաժեշտություն, սիրելի ժողովուրդ, մենք շատ շնորհակալ ենք, մենք ձեզ կոչով հանդես կգանք։ Շատ շնորհակալ եմ պատրաստակամության համար, բայց այս պահին նման անհրաժեշտություն չկա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին։